Ազատ գյուղում 2 օր մնալով հյուրընկալ քահանայի հետ ձիվ արծեցինք և առավոտյան պահուն ուղղվեցինք դեպի Գետաշեն։ Ճանապարհը ձգվում էր լեռների բարձրավանդակների վրայով, երբեմն իջնում էր խորին ձորերի մեջ։ Կեսօր էր, երբ մեր առջև բացվեց հայաբնակ Գետաշենը։ Գյուղը գտնվում էր մի փոքրիկ ձորի մեջ, որտեղից անցնում էր Քյուրաքչայի ճյուղերից մեկը։ Ամբողջ ձորը լցված էր այգիներով, որոնք անտառի տեսք էին տալիս գյուղին։ Այստեղի վայրենի ընկուզենիները դարևոր հասակ ունեին, հաստաբուն ու վեհապանծ։ Ես իջևանեցի Մելիք Մնացականյանների տանը։ Դա մի հոյակապ, քարաշեն շինություն էր, որն իր մեծությամբ ու շքեղությամբ անմիջապես զատվում էր մյուսներից։ Դա Գանձակի գավառի 4 հզոր մելիքներից մեկի տունն էր։ Տանտիրոջը Մնացական բեկին գտա անկողնու մեջ։ Մոտ 100-ամյա ծերունին տկար էր, բայց հիշողությունը տակավին արթուն էր, իսկ դատողությունը առողջ։ Խիստ հետաքրքրական էր խոսել այդ կենդանի հնության հետ հին անցքերի մասին։ Նա պատմում էր ամեն ինչ այնպիսի մանրամասնությամբ, ասես մի նոր խորենացի լիներ։ Երբ նկատեց, որ նշանակում եմ նրա ասացները, ուրախացավ ու ասաց. «Գրեցեք, որդի, թող հայոց նախնյաց գործքերը չկորչեն, նրանք շատ երևելի մարդիկ են եղել»։ Հետո հառաչեց ու հարցրեց. «Հիմա ինչպես է հայոց ազգի գործը»։ Ես պատմեցի նրան Բերլինի դաշնագրի, Ներսես պատրիարքի ջանքերի մասին։ Նա լսում էր ու վերջում հարցրեց. «Բա մեր կաթողիկոսը ինչ է շինում»։ Երբ պատասխանեցի «Ոչինչ», ծերունին խորին հոգվոց հանեց ու լռեց։ Այդ լռության մեջ մի ամբողջ դարի ցավ կար։